ապնում հենց հիմա, դառնանք կարելի, մեկ բառով։ Բարև։ Այսօր մեր դպրոցում սովորական օր չէ։ Այսօր մեզ իննիացիներից համար մի վերջին անգամ կնչի դպրոցական զանգը և դասի կկանչի։ Բայց այս վերջին դասը ուսուցիչների փոխարեն կփոխենք 9-ի դասաշրջանը։ Թե որ այդպես է, արի մեզ հրավիրենք մեր մեծ ընտանիքի բոլոր անդամներին։ Բոլոր գործերի վրա առանց դրա գործն առաջ չի գնա։ Բարի աշխատասեր, բայց երբ իրանունը լսում եք, զարմացած արձագանքում եք, ով ես։ Դիմավորեք մարդու, ով ծիծաղում է դերկատակից առաջ, և ում համար ռուսերենը երկրորդ լեզու չէ, այլ վերջին, մեր անկրկնելի ռուսկախոսքը։ Դասարանի կերակրող, երբեք սոված չթողնող, ընկերների միշտ հասնող ու Բարություն Սելմանով։ Տարին մեկ եք լեսնում, ձայնը ավիառեժիմի մեջ, դասարանի անհայտ բայց շատ սիրված ուղևորն է նա։ Մազերը հետ հայլի ձեռքի դասարանից բերում ենք, դիմավորեք մեր Էլվիս Պրեսլիի ռոքնռոլի արքային։ Աչքով գնաց տեղը կգտնես, մեր գողական սկեսուրն է, խելով կնստես։ Միշտ քնած, բայց ուսուցիչների կողմից երբեք չանտեսված, դիմավորենք դասարանի միակ մարդուն, որ քնած ժամանակել է գնահատվում։ Նայում է, ժպտում է, ժպտից լույս է ճառագում և քեզ վարապում, չես հասկանում, արդեն քեզ նկարում է, դիմավորեք մեր ներկերով զինված Վան Գոգին։ Բոլոր աղմկոտ իրադարձությունների կիզակետում եք, իսկ ինքը միշտ զարմանում է, բայց ինչի ես։ Մարդ կա, որ դպրոց գալիս է դասի համար, իսկ ինքը ձայներ հավաքելու, դիմավորեք մեր անվագան նախարարուհուն։ Ինքը երբեք չի ծիծաղում, բայց մենք իր պատճառով միշտ, դիմավորեք մեր լուրջ Միսթր Բին։ Մի բան լինի, ինքը կկազմակերպի, մի հարց լինի, ինքը կլուծի, դիմավորենք մեր դասարանի պաշտոնապես չընտրված, բայց միաձայն ընդունված շեֆին։ Մարտում 24-ը 7-ի վրա դիմում ենք ժամ արցնելու նպատակով, դիմավորենք դասարանի Բիգ Բենին։ Աչքերն անմեղ, հավատը երկնքից, բայց մի վայրկյանում կարող է ուսուցչին հանել հունից, դիմավորենք փոքրից բուրըն բնավորությամբ դասարանի Աստծոգար։ Լուր նստածը չի խոսում, աչքերն ուշադիր, հայացքը խոսում, չի խառնվում կրիռ խոսքի, դասարանի պարգևն է ոսկի։ Շամքյանն է մեր դասարանի, օպերատորն ան փոխարինելի, ամեն պահ նկարած, ամեն հուշ պահպանած։ Շատ է հարց տալիս, բայց պատասխանը նրան չի ուզում, դիմավորենք ընկեր Խաչատրյանի մշտական այցելուն։ Ակունքի մրցույթ լինի, թե չլինի, ինքը մասնակցելու է, հաղթանակն ուղղակի գրպանում է։ Քթի տակ խոսելն արդեն սովորություն է իր համար, բայց բարձր խոսելիս էլ դժվար դու նրան հասկանաս։ Դիմավորենք միշտ կարմիր այտերով երիտասարդին։ Եվ վերջապես, երբ հարցը հասնում է թե ով կօգնի, ահա նա մեր փրկիչը, թեմատիկը ձեռքին, բարի ու պատրաստական մեր դասարանի փրկիչն ինքնական։ Չէր խոսում, հետո սկսեց, չկանգնեց, ֆրանսերենը շատ սիրեց, Ֆրանսիա գնալը ստացվեց, մեր դասարանի պարոն ֆրանկոֆոն։ Ահա եւ մեր մեծ ընտանիքի բոլոր անդամները։ Բայց մի բան, մենք ամենակարևոր անձը մոռացել ենք։
Իրոքից, որ մենք որոցանք ներկայացնել ամենաբարի հասկացով ես սիրելի դասիկին, ընկեր Գրիշկյանին։ Հենց այնպես չանցնիք խոսել։ Նախ սիրելի աշակերտներ, այսօր բոլորիս համար հիշարժան կարևոր օր է։ Այսօր շատ կարևոր փուլ եք ավարտում։ Դուք նոր կյանք եք սկսում։ Կյանք, որը լի է փորձություններով և նոր մարտահրավերներով։ Շուտով կհնչի ձեր վերջին զանգը, բայց այն կազդարարի նոր կյանքի սկիզբը։ Կյանք, հիշեք, կյանքը այնքան է հեշտ չէ, բայց երբեք չհիասթափվեք, երբեք չհուսահատվեք, չվախենաք սխալվելուց, քանզի սխալների վրա է կառուցվում փորձը։ Կյանքը պայքար է, երեխաներ, եւ այս կյանքում լոկ նա է հաղթանակ տանում, ով որ ունի կամք հանդգում ու ցանկություն հաղթել կյանքում։ Մաղթում եմ, որ այդ բարդ կյանքի ճանապարհին, որ դուք ոտք եք փոխում, հիմա թևակողում եք, ճիշտ է, խոչընդոտներ լինելու են, բայց դուք այդ խոչընդոտները հաղթահարելիս ձեր երազանքների իրականացման ճանապարհին մնաք միշտ այնպիսին, ինչպիսին կաք, այնպիսին, ինչպիսին ես ձեզ տեսնում եմ, մնաք ազնիվ, բարի, մարդկային, մարդ մնաք, որը առաջին օրվանից սերմանել եմ ձեր մեջ, որ կարևոր հատկանիշը մարդու, կարևոր չէ ինչպես կսովորեք, կարևորը դուք առաջին հերթին մեծատառով Թումանյանի ասած մարդը լինեք։ Կյանք եք մտնում երեխաներ, թող։ Եվ մաղթում եմ, որ լինեք ձեր կարդացած հեքիաթների դիցուհին, սևաչյադիցուհին ու արքայազնը։ Կյանք եք մտնում, թող ձեր ուղին հավերժորեն լինի բարի, իմ ջեր զիրտն է, որպես նվեր, տարեք ձեր ճիշտ ճանապարհ։ Zanghe
դեպքեր եւ ուրախ ենք եւ քանի այսօր թեթևելու ենք եւս մեկ էջ մեր կյանքից։ Ուրախ ենք, որ նոր հորիզոններ ենք բացահայտելու։ Տխուր ենք, որ մեզ այսքան հարազատ դարձած դպրոցին, ուսուցիչներին ու ընկերներին հրաժեշտ ենք տալու։ Թող հողանջի դպրոցական ցանկը վերջին։ Հողանջի բարձր ու զիլ, հողանջին արձանելով նոր կյանքի սկիզբը։ Սիրելի ուսուցիչներ, տարիներ կանցնեն եւ մենք կմեծանանք։ Ձեր տակ շարքով խոսքերով բարի կտրեք մեր կյանքի գույն ճանապարհ։ Իսկ դուք միշտ փառուս կմնաք մեր ընտրած կյանքի ճանապարհին։ Այսօր մեր վերջին զանգն է ողանջում։ Այսօր կարող կա մեր հոգու խորհուրդ։ Ուզում ենք ասել այն բոլորը, ինչ որ չենք ասել այս 9 տարում։ Ամենասիրելի ընկեր Գարիկը։ Դուք մեզ համար ոչ միայն ֆիզիկայի ուսուցիչ եք, այլև այն մարդու հետ կարող ենք խոսել ամեն ինչից եւ ամեն բանից։ Ձեր դասերը մեր համար պարզապես ուսուցում չէին, դրանք կյանքի դասեր են եղել։ Ձեր ներդրումը մեր կյանքերում անգնահատելի է։ Շնորհակալ ենք ամեն ինչի համար, ինչ արել եք եւ ամենակարևորը ասել եք։ Դուք միշտ ունենաք ձեր յուրահատուկ տեղը մեր բոլորի սրտերում։ Պատմական բարդ խնդիրները սովորեցել եք հեշտությամբ լուծել, տվել եք մեզ մանրուներ, բացելու կյանքի թափերով։ Սիրում ենք ձեզ եւ ասում ենք, կմնաք միշտ մեր սրտերում։ Ձեր զուսպ ու բարի հայացքի ներքո առարկան մենք լավ սերտեցինք, այսօր եկել է պահը բաժանման և բարերն ասես պաշտոնաթող են լինում։ Ուզում ենք ասել սրտից ամեն բան, բայց խոսքերը մեզ նորից են մտնում։ Սիրելի Մադամ Դազյան, ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ դուք արեցիք մեզ համար այս ժամանակահատվածում։ Ձեր անգնացող նվիրվածությունը, համբերատարությունը եւ սիրով լցված մոտեցումը ոչ միայն օգնում էին մեզ սովորել ֆրանսերեն, այլև սիրել այն։ Ձեր դասերը միշտ ոգեշնչող ու հետաքրքիր են, իսկ ձեր վերաբերմունքը ջերմ ու մարդասիրական։ Թեև դժվար է հրաժեշտալ, ես հավատարիմ կլինեմ ձեր փոխանցած գիտելիքներին ու արժեքներին։ Ունեք մանաձևեր, երբեմն անգամ վաղ ու անհասկանալի, բայց դուք մեզ տվեցիք կյանքում հաջողելու բանաձևեր։ Ձեր բայրացական ժպիտը, ձեր խստապահանջ, բայց միաժամանակ հոգատար վերաբերմունք մենք երբեք չենք մոռանա։ Եթե քիմիա մոռանանք էլ, ձեր տված կյանքի դասերը երբեք։ Мы видим не просто учителя, а человека полного любви и заботы. Ваши уроки были для нас возможностью задуматься, научиться новому и получить поддержку. Благодаря вам мы поняли, что важны не только знания, но и доброта, человечность, умение идти вперед с любовью. Вы навсегда останетесь в наших сердцах как тот, кто сделал наше детство светлее и вложил частичку себя в каждого из нас. И мы очень благодарны вам за это. Բայց ապկար ժամանակահատվածում մենք հասցեինք ձեզ սիրել։ Դուք մեզ սովորեցիք արժևորել և գնահատել մեր պատմությունը, գրոհը, ճանաչել ինքներս, շնորհակալ ենք ձեզ։ Սիրելի ընկեր Գարիսյան, այս նորական դարաշրջանում անհնարին է հետևել առանց ինֆորմատիկայի առարկայի։ Դուք մեզ սովորեցիք, որ համակարգիչը միայն համերի համար չէ, այն մի ողջ տեսակ է, որի մեջ կա ինչպես խնդիրներ, այնպես էլ լուծումներ։ Դուք մեզ սովորեցիք, որ դուք կարողացաք
Դուք կարողացաք մեր սերունդներին կապել ապագայի հետ և առաջ մղել առանց հետ նայելու։ Շնորհակալ ենք ձեր ազնիվ նվիրումի համար։ Խմբեցված այն շարժումով, էներգիա ու լավ տրամադրություն։ Դուք մեզ սովորեցիք ոչ միայն մարզվել, այլև հավատալ մեր ուժերին, չանձնվել ու շարժվել առաջ։ Շնորհակալ ենք ձեր բարի խոսքի, հոգատարության ու անկեղծ վերաբերմունքի համար։ They won't be as energetic and bright without your boundless energy and consider professional and care. Comforting partnership skills approach by our side. Thank you for your science and passion and care. I want to assure you that your contribution won't be forgotten. Բայց ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր նվիրվածության, հոգատարության ու ճիշտ ուղղություն մեզ ցույց տալու համար։ Ձեր խոսքերը ընդմիշտ մեզ հետ ունեն, շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Դուք այն ուսուցչուհին եք, իմ դասերի լրացուցիչ ոչ պարտադրանքով, այլ խորին դարձավ։ Ձեր մեղմ վստահ ու ակից խոսքը դարձավ այն ձայնը, որը միշտ ուզում ենք լսել։ Դուք մեզ կարողացաք սովորեցնել ոչ միայն լեզու, այլ նաև հասկանալ խոսքերի, բառի և մարդկային վերաբերմունքի արժեքը։ Շնորհակալ ենք ձեզ բարի վերաբերմունքի, մաքուր ժպիտի և մեզ հասկանալու անկեղծ ջանասիրության համար։ Ձեր ձեռքով փակվեց մեր առաջին տետրը, ձեր ձայնով ակնարցավ մեր մտքերը։ Յուրաքանչյուր տակ դարձավ կամուրջ, յուրաքանչյուր փառ նոր աշխարհ։ Այսօր ձեր համբերությունը մեր ուժն է, ձեր ժպիտը մեր խիզախությունը։ Այսօր մեր յուրաքանչյուր հաջողության մեջ ձեր մասնիկը կա։ Շնորհակալ ենք սիրելի ուսուցիչ, որ մեր կյանքի առաջին գիրքը դուք բացեցիք։ Դուք ստեղծել եք մեզ համար շատ ջերմ ու լավ միջավայր, որտեղ յուրաքանչյուրս մեզ հարմարվել ու լավ ենք զգացել։ Հաճախ մեզ տարել եք տարբեր վայրեր բացահայտելու նոր միջավայրեր, նոր աշխարհներ։ Շնորհակալ ենք ձեզ ամեն ինչի համար։ Մենք ստանում ենք այն ինչից եք տվել քարտեզը, կարողանանք ապագայում այդ երկրներում լինել։ Դուք մեր գանձարան, սիրո շտեղարան, լույսերի սով, դուք մեր հանդարտ ու համբերան։ Ապրեք առողջ ու ժպիտը թող ծերանա խորախոր ձեր աչքերում։ Քչերին է բախտ վիճակվում ունենալ այնպիսի բարեսիրտ ու հոգատար դաստակ, ինչպիսին դուք եք, սիրելի ընկեր Գրիշյան։ Ձեր բարությունն ու համբերությունը եղել են մեր ճանապարհը լուսավորող լույսով։ Դուք մեզ համար եղել եք ոչ միայն դաստակ, այլ նաև վստահելի ընկեր ու ոգեշնչող մարդ։ Ու թեև ավարտում ենք 9-րդ դասարանը, միևնույն է ձեր թողած հետքը միշտ մեզ հետ կլինի։ Դուք սովորեցիք մեզ սիրել գրականությունը, լինել բարի և ազնիվ անկախ ամեն ինչից։ Մենք հաճախ ենք հիշելու ձեր թողած և գրական և մարդկային դասերը։ Մեր խնդություններից առանց որը դպրոցական կյանքը չէր լինի այնքան գունագետ և հետաքրքիր։ И почти не стал летать.
ապրելու ենք ձեր սրտերում, ձեր մտքերում, ձեր ուշերում։ Եթե նույնիսկ չհանդիպեք այսօր, համոզված ենք մեր ամեն մի հաջողությունն ու ձեռքբերումը ձեր սրտերում պատմությամբ ու խիլով է լցնելու։ Մենք գիտենք ավելի քան երբևէ։ Թվում է, թե մենք այսօր հրաժեշտ ենք տալիս, բայց մենք մեր հաջորդ կյանքում յուրաքանչյուրս կլինելու ենք մեկս մյուսի մի մասնիկը, որ հիշենք ով ենք մենք եւ ով պետք է լինենք։ Ով պետք է լինենք, մենք հիանալի 9 տարի ենք ունեցել եւ երախտապարտ ենք դրա համար ձեզ սիրելի ուսուցիչներ։ Ուսումնառության 9-րդ տարի, ուսուցիչ Խոհեմ ու բարձր Միշել։ Քեզ բարի համբավ հիշատակ բարի, ես ինչ խոսքերով անունդ հիշեմ։ Օրացույցի պես հաճախ փոխվել են ուսուցիչները երազերթի, թողնելով անջինջմի մի հիշատակ անահարթ սրտում աշակերտի։ Ձեր խոսքից էր մեր հույսը աղա, ձեր աչքերից լույս էր ծորում, դուք մարդ եք ձևում, գրքով ու բարի սրտով անverջ հանուն ուրիշի։ Ուսուցիչ, խոնար ու վեհ կոչում, նախոս նվիրում ու նոր ինքնայրում, մատաղ սերնդի կեցության հարցում, կյանքի լուսավոր ուղին ես հարթում։ Ինչ կմնար մարդկությունից, Տեր Աստված, թե չմնար ուսուցիչներ, դպրոցներ, ահա ինչու ամբողջ ոգով և սրտանց ուսուցիչներ, խոնարհվում ենք մենք ձեր առջև։ Ամեն մարդ է լինի սիրած ուսուցիչ, հանջարն անգամ ուսուցիչ համնեցել, դուք անանուն ձեր սաները անվանում, ուսուցիչներ խոնարհվում ենք ձեր առջև։ Աղշացաճախ տարապել եք անախմով, լույս եք ցանել, բայց հալածվել ու խաշվել, տիրողները շքեքաշուկ, դուք անշուկ, ուսուցիչներ խոնարհվում ենք ձեր առջև։ Շատ դժվար էր խավար տալին ձեզ համար, այս լույս դարումը դժվար է առավել, երեխաներն ամեն ինչ են գիտեն լավ, ուսուցիչներ խոնարհվում են ձեր առջև։ Թեկուզ կյանքում ապտակել եք ներևին, թեկուզ նաև երկուսները ստացել, այնուհանդերձ են գլխից, ուսուցիչներ խոնարհվում են ձեր առջև։ Հողագունդը գլոբուս է հմայիչ, բայց ուզում են այն գործանել ու ջարդել։ Հողագնդին հարկավոր է ուսուցիչ, ուսուցիչներ խոնարհվում են ձեր առջև։ Վերջին ճիչդ լսել նորից, ուսուցչուհիս խոսքդ պատկան թող ուղեկից լինից միշտ։ Այսքան տարի, այսքան տարում նույն ճամփան ենք անձեր սիրով, սովորել ենք կյանքը տեսնել և փակ և բայց շատ դռներով։ Հիմա կանգնած այս հարթակին հրաժեշտից խոսքն եմ ասում, արդյունքներս անկախ ինձնից, անձրև դարձած երգ եմ լսում։ Ես մտնում եմ կյանքի նորեջ նոր կարողներ ունեմ պահված, մնում եք հոգով մեզ հետ, աղոթքով եմ ձեր պահպանված։ Ուսուցչուհիս, իմ երկրորդ մայր, իմ հարազատ, իմ ջերմակի, այնքան չասված խոսքեր ունեմ, որ կանգնել են իմ կոկորդին։ Ես գնում եմ բարին ձեզ հետ, զայն մեզ վերջին թողմես վկա, զնգազայն իմ դու առնավել, հավերժորն այս ուշ կմնամ։ Այսքանով մենք ավարտում ենք մեր վերջին Ալոր
զանգը, բայց նորից եմ կրկնում, ազդարարելով նոր կյանքի սկիզբ։ Հիմա խոսքը տանք մեր ուսուցիչներին, ովքեր շնորհավորանքի խոսքից շատ սիրելի։ Ուզում եմ վերջին պատգամը հավել ձեզ։ Ես ձեզ սովորեցրեցի մի շատ կարևոր բան։ Այն ինչ որ ես ասում եմ, գիտեմ նաև ես եւ դուք։ Ես ձեզ սովորեցրի լինել համբերատար։ Եվ ուզում եմ ձեզ դիմել Օսվալդ Քրիստոսի վերջին խոսքերով։ Քանի դեռ Աստված թագ է պահում ապագայի վարակույրը մարդկության վրա, մարդկության ամբողջ իմաստը պարփակում է երկու բառի մեջ՝ սպասել եւ հուսել։ Ես ձեզ սովորեցի սպասել։ Ես ձեզ սովորեցի լինել համբերատար։ Ես ձեզ դուք հասկանում եք ես ինչ եմ ասում։ Մենք իրար հետ անցնենք ճանապարհ, որ շատ կարևոր է այս բանը։ Եվ ուզում եմ ձեզ բարեմաղթան ուղղել Սևակի շուրթերով իմ մասնագիտությունից ելնելով, հա։ Մարդկա ելել է շալակն աշխարհի, մարդկա աշխարհն է շալակ հասկացնում։ Մաղթում եմ ձեզ, որ միշտ դուք ելնեք շալակն աշխարհի, որ ձեր առաջ աշխարհը խալու նման բացվի, եւ որտեղ որ քայլեք, միայն հաջողությունը ուղղի ձեզ հետ։ Միայն դա եմ մաղթում, ձեզ բարի եւ Աստծո աչքը Ես Սևակյան խոսքերով ուզեմ եզրափակել, քանի որ ինքն Գրիգորյանը հիշեց Սևակին, հանգամայից ես էլ հիշեցի Սևակի պատգամը, որդուս, ահա, եթե չեք ձանձրացնի, ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալիկս, մեծանս, իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս, թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին, թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին։ Ինքս էլ խրատ կարդացողին ոչ հարգում եմ, ոչ անդուշում։ Տափակ թե սուրբ քարոզներից ինքս էլ եմ միշտ տղաս կոշում։ Բայց թե հիմա իմ բալիկս ես ունի ժամանակը, ինքը, դարը, բայց եւ այնպես քիչ չի ազդում նաեւ ընտրած ճանապարհը։ Ուծե քեզ հետ նույնը լինի, ինչ պատել է հաճախ ինձ էլ։ Հաճախ շուրջս աչքացելով այն մարդկանց եմ ես նախանձել, որոնց կյանքը հեշտ է անցնում, ասես կյանք չէ, այլ հաճուկի, անքոչնդոտ եւ անարգեր, հանուն պես հարթ ու գիր, դպրոց, հետո ինչ-որ մի բու, մի ազդեցիկ զանգահարող եւ տավ տեխնիապահոված, այդպես աշել, չես կա, չէի ուզի, որ քո ճամփան հարթ կճղու նման լիներ, դու մի անցիր ասֆալտ ճամփով, գերադասիր ճամփաշիներ, դու սիրո հետ միշտ հաշտապիր, բայց հույս մի տառապանքից, նա մաքրում է հոգին ժանգից, նա մաքրում է աչքը փոշուց, տառապանքից չեն մեռնում, չէ, այլ ավելի են պնդանում, ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում, դու քո ճամփան շարունակիր, քո որ լինի նա քարքարոտ, բայց քո հոգում եթե լինի բալու, լավի, սիրո կարոտ դու չես հոգնի, կբարձրանաս, կքայլես դու սառն իրեր, դրա համար ոգի է, դրա համար պետք չեն թերեր, ազնիվ և իր ամեն ինչում, ով է կյանքում սովից մեռել, ճշտի համար աքսոր չկա, ստի հանդեպ, ինչու լռել, իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է, մեջք են ծռում, պետք է լռում, պետք է իրենց մահն են դողում, դու մի միշտ իր կյանքում դրաս, դու հասկացիր հենց այս գլխից, ամեն միտով է և ի վերջում ասում է հանուն գալիք վաղ խալիկի, ես պատրաստ եմ այսօր ծխալ, հանուն վաղվա ճշմարտության, թող որ այսօր լինեմ սխալ, այնպես որ թող Սևակյան այս տողերն էլ ամբողջ կյանքի ընթացքում ձեզ պատգամ լինեն և միշտ դուք հիշեք ու առաջնորդվեք, շարժվեք այս դպրոցում թեկուզ ստացած պատգամներով և Սևակյան տողերով, շնորհավորում եմ, բարի երդ։ Այսքանը սիրելիները շատ շնորհակալ եմ ներկայացնելու համար, շնորհակալ եմ նրանց եւ շնորհակալ նման դասարան շնորհակալ եմ ձեր խոսքերի լավ խոսքերի համար։
պատմությունն առաջին հերթին մարդիկ են իրենց սխալներով, երազանքներով եւ պայքարով։ Ձեր յուրաքանչյուր ձայնում մենք լսել ենք հայրենիքի հանդեպ ձեր մեծ սիրո սրտի բաբախը եւ այդ հայրենասիրությամբ հետասիրակվել ենք։ Ձեր նվիրվածությունը եւ համբերատարությունը դարձան այն կամուրջը, որով աշակերտությունից ացեք մինչև գիտակից կյանք եւ այս ամենի համար մենք ձեզ խորապես շնորհակալ ենք։ Ինձ այն դուք չեք լսել սերից եւ նկատմամբ։ Լսել ենք։ Ես եմ քանի որ ավարտում եք չնայած արդյունքություններ, բայց ուզում եմ անկեղծանալ ու ասել, չնայած երևի թե առաջին անգամը չի որ դա արտահայտել եմ թեկուզ շփիտով վերաբերմունքով, բայց ես ձեզ շատ եմ սիրել։ Հատկապես այս տարի ու հիմա ուզում եմ անկեղծ։ Դեռ իմ դասանի վերջի դասը կա, չէ՞ չի։ Միլանա ջան, խոսեցիր սխալների մասին, բոլորս ենք սխալական։ Ուղղակի ուզում եմ մաղթել ձեզ, որ ամեն սխալվելուց դուք ինքներդ ձեր համար արդարացում չգտնեք։ Թող մենք ձեզ արդարացնենք, ունեցողները արդարացնենք, դուք չխնդրեք արդարացում։ Նայեք սխալին ուղիղ աչքերով, ուղղեք ու միշտ առաջ։ Միշտ։ Ձեզ բարի երեկ։ Էկրանին հուզվեք։ Հուզվեք։ Այսօր վանից քայլեք դուք միասին